Ինչպես Լերմոնտովն էր ասում, անլվա Ռուսաստանում առավել անլվա դրսևորումներ են կապված Հայաստանի հետ հարաբերություններին։ Դուգինին և Սալավյովին միացավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։ Երբ ռուս ֆաշիստները սպառնում են Հայաստանին և ամենաանբռնազբոս ձևով միջամտում Հայաստանի ներքին գործերին, իսկ պաշտոնական Մոսկվան էլ ասում է, դե մեկը լրագրող է, մյուսը փիլիսոփա, այդ ամենը գուցեև կարելի էր հասկանալ, սակայն այս անգամ հենց ինքը նախարարն էր, այն է ամենապաշտոնական մի ներկայացուցիչ, որ կարելի է պատկերացնել։ Եվ ինչ է ասում նա ուղղակի արձանագրում է պարզ ճշմարտությունը, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ի մեր անդամակցության հետ։ Իհարկե, չի կարող համատեղելի լինել և որևէ մեկը չի էլ պատրաստվում համատեղել վերջին հաշվով։ Մինչ այդ իհարկե Հայաստանի վարչապետն ասում էր, որ քանի այդ հակասությունը չկա, մենք դեռ կտրուկ շարժումներ չենք անի, մոտավորապես միտքը դա էր։ Լավրովն ուզում է արագացնել։ Իհարկե, Հայաստանը չի պատրաստվում գնալ կոլապսի ճանապարհով կամ կոնֆլիկտային ճանապարհով հարցերը որոշել, բայց Հայաստանը չի որոշում այս դեպքում շաբաթ-ուրբաթից շուտ է գալիս, թե ոչ։ Այստեղ Հայաստանը նաև իր B տարբերակը պետք է ունենա։ Բայց երբ պարոն Լավրովը սենտիմենտներ է շռայլում, քրեական ենթամշակույթը կրող և 102-րդ բազային և ռուսական սապոգին ղուրբան եղնող Վարդան Նիկոլաևիչին, սա արդեն աբսուրդի ժանրից է։ Իհարկե, կայսրությունը ժամանակին նույնիսկ վախենալու էր, բայց հիմա դարձել է ուղղակի ծիծաղելի։